Դուք գիտեք, որ կա մարդկանց մի խումբ, որոնց մասին ես ցանկանում եմ խոսել, ովքեր անպաշտպանն են։ Ովքեր են դրանք։ Դրանք մեր երեխաներն են, մեր ժառանգությունը, երիտասարդությունը։ Դրանք ամենաանպաշտպան խմբերն են, դրանք բաց թիրախ են սատանայի համար։ Նրա խնդիրը ցանկացած գնով մեր երեխաներին հեռացնելն է երկնքից։ Իսկ կար ժամանակ, երբ մենք մեր երեխաներին նվիրում էինք Աստծո ծառայությանը, երբ մենք ասում էինք Տեր Աստված, ես իմ երեխային, իմ որդուն, իմ դստրիկին հանձնում եմ քեզ ծառայելուն, նրանք քոնն են, նրանք սահմանված են Աստծո թագավորության համար։ Այդպես է թե ոչ, այդպես է։ Մենք հանձնում ենք, այդ մասին ասում էինք, դրա համար աղոթում էինք Աստծուն։ Ահա հարց է ծագում. իսկ ով կկանգնի խրամատուն մեր երեխաների համար, ով կկանգնի խրամատուն։ Ես չգիտեմ ինչպես է ձեզ մոտ, բայց լսում եմ, որ որոշ մայրեր, հայրեր ասում են, մեր եկեղեցում կա Կիրակնորյա դպրոց, նա ջանք է դնում և զբաղվում է մեր երեխաներով, թող նա դաստիարակի։ Որոշ քրիստոնյաներ ասում են, եկեղեցի կա, թող եկեղեցին զբաղվի, ծառայող եղբայրներ կան, թող նրանք զբաղվեն մեր երեխաներով։ Դա լավ է, այո, եկեղեցին պետք է զբաղվի, Կիրակնորյա դպրոցը, այո, պետք է զբաղվի, բայց ում է Աստված դա հանձնարարել, ում է Աստված դա պատվիրել, որպեսզի նրանք զբաղվեն։ Դրանք ծնողներն են, դրանք հայրերն են, դրանք մայրերն են, նրանք են պարտավոր, նրանք պետք է դաստիարակեն երեխաներին Աստծո ուսմունքի և պատվիրանների մեջ։